Նիկոլ Փաշինյան, հետո Էդմոն Այստեղ Մարուկյան։ հնչեց, որ Սամվել Կարապետյանը տեղափոխվելու է Հայաստան, ես ուզում եմ ասել, կալուգացի Սամվել Կարապետյանը արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան եւ Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու, նա իմացնում է փողերի լվացման մեղադրանքով եւ այդ թվում պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու եւ գրպանելու համար, այնպես որ դրան բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից ընդհանրապես հեռանալ, այստեղ հնչեց քաղբանտարկյալներ, Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ինձ համար տարօրինակ է, որ մարդկանց կյանքեր խլած անձը, այսինքն կոնկրետ մարդիկ անուն ազգանունով սպանվել են եւ հիմա կարող են նրանք այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, կամ այն մարդիկ, որոնք բռնության ակնհայտ կոչեր են անում, կարող են այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա եւ ընդհանրապես ես հակառակն ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն իսկ հոգնել են այդ քաղբանտարկյալային սերիալներից եւ ի վերջո օրենքի գերակայությունը դիկտատուրայո, բայց իրավունքի եւ օրենքի գործում է եւ շարունակելու է գործել։ Էդմոն Մարուկյան։ Շնորհակալ եմ, քիչ առաջ Փաշինյանը ձեր ինչ որ բաներ թերթում ու պատմում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետքա նստի, մոտս տպավորությունն է, որ դատավճիռը ձերքին է։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կան դատարաններ, ոչ թե վարչապետի տեխնացուն դատավճռով գալիս է եւ սկսում է կարդալ, թե ով ինչքան պետքա նստի այդ Հայաստանում։ Եվ ես ուզում եմ, պարոն Փաշինյան, դե հիմա բան եք այնտեղ։ Կա կոնսպեկտն է դատավճիռը, ինչի իմանում։ Չեմ ուզում կարդալ ձեր։ Չէ, դուք ինձ առաջ լավ գիտեք։ Շատ եք կարդացել։ Հասկացամ, դուք իմը լավ գիտեք, ինչ եք դառնում։ Որովհետեւ չի կարելի Դուք մի գոռացեք, մենք ձեր տեղեք խոսանք։ Ինձ հատեց տեխնացուն չի թողնում։ Անայք վերջ։ Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավճիռներ արձակել որևէ մեկի նկատմամբ։ Հայաստանում կան քաղբանտարկել, Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։ Մի արդարացեք, Փաշինյան, Մի կտրեք մտքի թելը։ Թողեք բան եմ ասում։ Խնդրում եմ ցույց տվեք։ Մենք ձեր կոնսպեկտի չեմ ուզում։ Խնդրում եմ տեսախցիկով ցույց տվեք։ Ին իրավունքը չի։ Չէ։ Ցույց տակ ինչա։ Գևորգ Կարապետյան։ Իրոպե, բայց ես Մնացածներ են ուզում խոսել։ Պետոսին իրոպե վերջացա։ Ես Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ոչ ոք չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանություն չպետք է։ 3 րոպե, մի րոպե։ Բանտարկյալ է, նա արդեն դատապարտյալ է եւ նրա Մարդը ով մարդասպանել չի կարող կոչվել դատապարտյալ անկախ նրանից